Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այժմ քննարկում ենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Պարոն Թունյան, նախորդ 5 տարիներին մեծ պատվով իրականացրել եք նախագահի պարտականությունները, որը որ վերապահված էր ընդդիմության ներկայացուցչին, բայց դուք այդ նաև դժվարին իրավիճակներում կարողացել եք լավագույնս իրականացնել, եւ ես վստահ եմ, որ իր ընտրվելու դեպքում նույն եռանդով կշարունակեք աշխատանքը նույն հանձնաժողովում։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Թունյան։ Ես չեմ կարող չանդրադառնալ մի քանի մտքերի, որ այստեղից հնչեցին, օրինակ ես ուղղակի փոքր ռեմարկ անեմ, պարոն Մանուկյան, ասում եք նախորդ ազգային ժողովը շատ է խոսվել այս օրերին, որ ունեցել ցածր ռեյտինգ, բայց այդ ցածր ռեյտինգի մեջ ես ձեզ հավաստիացնում եմ, առավելագույն ռեյտինգը բարձրացել է այն ժամանակ, երբ ընդդիմությունը բոյկոտում էր եւ փողոցում էր։ Ուղղակի չէր գալիս նիստերին, իրենց բացակայության պայմաններում ազգային ժողովի ռեյտինգը առավելագույնի էր հասել։ Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա ելույթներին, հարցերին, Տիկին Յոլյան, ելին ձեզ պետք է անդրադառնամ, որովհետև մանիպուլացնում եք մեր հասարակությանը, ասեմ ինչու, ասում եք դուք խոստացել եք նվազագույն աշխատավարձը բարձրացնել, չեք բարձրացրել ու խոսում եք մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձից։ Նախ ասեմ, որ մենք նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից բարձրացրել ենք 75,000 դրամ։ Ճիշտ եք, չենք հասցրել դեռևս բարձրացնել 85,000 դրամի, բայց առջևում է բնականաբար նաև կհասնենք այդ թվին։ Բայց ինչու եք նաև մանիպուլացնում։ Մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձը, Տիկին Յոլյան, պետք չի կապել նվազագույն աշխատավարձի հետ, ավականին է որոշում դաստիարակների աշխատավարձը, եւ ես գիտեմ, որ դուք նաև Գորիսից եք, օրինակ ինձ հետաքրքիր է Գորիսի համայնքապետին, օրինակ երբևիցե դիմել եք այս հարցով մանկապարտեզի դաստիարակների աշխատավարձները բարձրացնելու խնդրանքով կամ հորդորով։ Խնդրում եմ պատեհ պահին նաև արձագանքենք, հասկանանք։ Մենք նաև չեմ կարող չնշել, որ մենք այս պահին, Տիկին Յոլյան, միջին աշխատավարձից բարձր աշխատավարձ ունեցողների թիվը ավելի մեծ է կազմում, քան ավելի ցածր աշխատավարձ ստացողներինը, ինչը մեծ ձեռքբերում է նաև այս տարիների մեր վարած քաղաքականության։ Ես նաև չեմ կարող չնշել, որ 2017 թվականի համեմատ միջին աշխատավարձը 170,000 դրամից դարձել է 303,000 դրամ, ինչը նաև խոսում է, այսինքն թվերը ինքնին խոսուն են, ես այլ բան չեմ ավելացնում։ Ինչ էի ուզում ասեի։ Մենք նաև այս ընթացքում, պարոն Կարապետյան, այս տարիների ընթացքում մենք մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Որոշ մասը ստվերից է դուրս եկել, որոշ մասը ստեղծվել են, այսինքն այն խոստումը, որ դուք նաև խոստումներ կատարելուց խոսեցիք, մենք արդեն իսկ այդ 300,000 աշխատատեղը ստեղծել ենք։ Պարոն Կարապետյան, խոսեցիք աղքատության մակարդակից։ Ես էլի թվեր նշեմ, 2017 թվականին աղքատության մակարդակը եղել է 25,7%, իսկ 24 թվականին վերջին տվյալները դեռևս չկան, եղել է 21,7%։ Ունեցել ենք էական նվազում։ Ծայրահեղ աղքատությունը 1,4%-ից դարձել է 0,6% եւ մենք մեր նպատակն է, որպեսզի ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը վերացնենք եւ մենք դրա ճանապարհին ենք, որ շատ մոտ ենք արդեն շատ մոտ ենք դրան, որպեսզի ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը երկրի երեսից վերանա։ Ես շատ ուրախ եմ, պարոն Կարապետյան, իսկապես, որ դուք անհանգստացած եք, խոսում եք վերջերս շատ աղքատությունից։ Ես շատ ուրախ կլինեի, որ դուք մինչև 18 թվականն էլ հետաքրքրվեք, խոսեք աղքատության մակարդակից, գնայք, ես վստահ եմ, որ դուք գնացել եք նաև այս քարոզարշավի ընթացքում գյուղեր, մարզեր, մարդկանց հետ հանդիպումների, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև 18 թվականը, եթե դուք փորձեիք գնալ նույն գյուղերը, դուք կարող եք ուղղակի հնարավորություն չունենայիք գնալու, որովհետեւ ուղղակի ճանապարհ չկար գյուղ մտնելու։ Եղել են գյուղեր, որ ուղղակի դպրոց չի եղել, մանկապարտեզ չի եղել, եթե դուք հետաքրքրված լինեիք մեր ենթակառուցվածքներով, ես վստահ եմ, այս ընթացքում, որ առիթ եք ունեցել հանրապետության տարածքով շրջելու, մեծ փոփոխություններ կնկատեք եւ ինչի արդյունքում է նաեւ, որ մենք այսօր իշխանության ենք, որտեղ մարդիկ դուրս են գալիս, իհարկե խաղաղության օրակարգը ամենակարևորն է, բայց ժողովուրդ ջան, մարդիկ դուրս են գալիս ամենօրյա կյանքով ապրում, այդ փոփոխությունները տեսնում են, անհնար է չնկատել այդ փոփոխությունները։ Ու այստեղից խոսալ ուղղակի նվազագույն աշխատավարձի խոստումից, իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի։ Պարոն Կարապետյան, իմ մոտ տպավորություն ալի, մեզ 2 շաբաթ արդեն աշխատանքների ենք, որ դուք
այսինքն երկու Նարեկ Կարապետյան եմ այստեղ տեսնում։ Ու ինձ մոտ մեկ-մեկ տպավորությունն է, որ դուք շատ հաճախ խոսում եք այն, ինչը որ դուք իրապես ձեր մտքին, խղճին համապատասխան չի ու դուք այդպես չեք մտածում։ Օրինակ երեկվա ձեր դիրքորոշումը ես շատ հասկանալի էր ինձ համար, բայց այսօրվա դիրքավորումը մեղմ ասած ինձ համար արդեն անհասկանալի էր, որտեղ իրերին նույն թրիփի հետ կապված։ Դուք խոսում եք մի բան, մեկ խոսում եք, որ դա ճանապարհ է, բայց սենց արդեն հենց տեղիցս մի փոքր սկսում եմ ուրախանալ, մեկի ասում եք, բայց դե իհարկե դա լավ բան չի, լավ կլիներ, որ դա ընդհանրապես չներ, բայց դա մեր երկրի համար մեծ ձեռքբերում է, դա անհրաժեշտությունն է, դա ես կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպեսի թրիփը մեր համար ձեռքբերում է ու առաջնահերթություններից է, որ պետք է իրականացնենք։ Եվ մի փոքր մեր հայ իրականության մեջ ուզում եմ տխուր պատմություն պատմել, մի սրիկայի պատմություն եմ ուզում պատմել, ուրեմն լինում է մի սրիկա, որը ազգությամբ հայ է լինում։ Այս սրիկան ոչ ավել, ոչ պակաս ցանկանում է հայ զինվորի, լինելով հայ զինվորի մահը։ Ու անցնում է ժամանակ, այս սրիկային վերցնում են, ընդգրկում են ցուցակում պատգամավորական, ու այնպես է ստացվում ձայների բաշխվածությունը, որ դառնում է պատգամավոր։ Այս անձը չի բավարարվում իր հայտարարություններով, երբ որ իրեն հորդորում են, որ գա ներողություն խնդրի, ոչ մեզնից, լիրա ոչ մեզնից, այլ այն մարդկանց, ում ինքը վիրավորել է իրենց հարազատներից, ոչ ոք չի խնդրել, հա, որ մեզնից ներողություն խնդրեն, որպեսզի նաև ինչպիսի միջավայր ստեղծվի, որ կարողանանք նաև բարեկրթության սահմաններում կարողանանք քաղաքական թեմաներով խոսենք, բայց չափեր ավելի է անցնում սրիկան եւ խոսում է մարտի 1-ից։ Մարտի 1-ի ողբերգությունը համարում է բրենդ։ Ես չեմ կարող սրան չանդրադառնամ, եթե ու մի հատ էլ, հա, նոր ներողություն խնդրելու մարդիկ են, հա, առաջանում, ովքեր մարտի 1-ի ողբերգության հետևանքում ունեն զոհեր։ Բայց ես իհարկե այլևս չեմ ակնկալում, որ այստեղից կհնչի ներողություն։ Եվ այսպիսով ասածից ինչ է, շատ վատ է, որ մենք հայ իրականության մեջ, հայ քաղաքական իրականության մեջ ունենք այդպիսի սրիկա, ես չեմ ուզում անդրադառնալ նաև այլ այս ընթացքում եւ միջև պատգամավոր դառնալը արտահայտություններին, բայց պարոն Կարապետյան, ես իսկապես հույս ունեի երեկվա ձեր խոսքից, որ դուք իսկապես կհարթեք իրավիճակը, բայց այսօրվա այդ առանց բացատրությունների ձեր վարքագիծը, ձեր դիրքավորումը իսկապես ինձ անհանգստություններ է պատճառում եւ ես ինքս անձամբ չեմ պատկերացնում բարեկրթության սահմաններում տարբեր, հա, օրինակ ինչպես Տիկին Յոլյանի հետ մենք քննարկում ենք, օրինակ սոցիալական հարցեր իրար թե անմիջապես չէ, բայց տարբեր ելույթների ընթացքում իրար արձագանքելով ես չեմ պատկերացնում մեկ անձի հետ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։